Նախորդին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայկական կողմը հայտնել է, որ Փաշինյանը եւ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ եւ գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Նշվում է նաեւ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է զոհաբերության տոնի կապակցությամբ, իսկ Էրդողանն էլ Փաշինյանին ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահականի պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկար այն մասին, որ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան տարեդարձը։ Դրանում նշվում էր, որ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի զոհաբերության տոնը, կողմերը քննարկել են նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանային հարցերը։ Այսպիսով Էրդողանի անունից Փաշինյանին շնորհավորանք է վերագրվել, որն իրականում չի եղել։ Նման բան նաև 2025 եւ 2023 թվականներին է տեղի ունեցել։ Մի դեպքում հայկական կողմը հայտնել էր, որ Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու, մյուս դեպքում Վարդավառի կապակցությամբ, սակայն երկու դեպքում էլ թուրքական հաղորդագրություններում ոչինչ չէր նշվել։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։